Պարոն Հոսեյնի, կխնդրեմ նախ անդրադառնաք Իրան-Իսրայել այս փուլում լարվածությանը, որքանով է ռիսկը մեծ, որ կարող է այսպես ավելի լայնածավալ, ավելի տարածաշրջանային պատերազմ պայթել։ Իհարկե ռիսկը մեծ է, որովհետև տեղի է ունեցել լայնածավալ հարձակում Իրանի վրա, միջուկային զրագիրների, միջուկային օբյեկտների վրա եւ Իրանի ռազմաքաղաքական բարձրաստիճան ռաղավարություն են սպանել Իրանի պահպանական բանակի գլխավոր հրամանատարին եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին են սպանել եւ այսինքն պաշտոնական պատերազմ է հայտարարել Իսրայելը Իրանի դեմ ճիշտ այդ ժամանակ, որ Իրանն եւ Միացյալ Նահանգները պատրաստում էին գիրակի օրը 6-րդ փուլը բանակցությունների 6-րդ փուլը վարեն եւ սա ցույց է տալիս դա փորձ էր որբեսի այդ բանակցությունները զախողվեն եւ փաղուկի մեջ մտցնեն եւ հիմա պետք է նշանակեն արձարակերենք, որ արդեն գոյություն չի կարա ունենա բանակցությունները շարունակվի եւ Իրանը պատրաստում է շուտով հակահարված պատասխան տա Իսրայելին դրանից հետո եթե Իսրայելը շարունակի հարձակումը Իրանի վրա եւ Միացյալ Նահանգները չի կարողանա զսպի Իսրայելին եւ չի սահմանափակի իր հարձակումներին հնարավոր ռիսկը մեծ է որ ամբողջ տարածաշրջանը լայնածավալ պատերազմի մեջ մտնի Հայաստանի վրա հնարավոր ազդեցությունից կխնդրեմ խոսեք, ինչ դիրքավորում պիտի ունենա Երևանը, Սյունիքը, որքանով է այսօր ավելի վտանգավոր դիրքում հայտնվում։ Հիմա մի ժամանակահատվածում ենք ապրում, որ բոլոր սցենարները պետք է հաշվի առնենք, նաև Հայաստանն է իր անվտանգությունը հելնելով հակառակորդ կողմերի նկերդումների հաշվի առնելով պետք է բոլոր սցենարները հաշվի առնի, երբ որ Իրանը պատերազմի մեջ է մտնում, կարող է առիթներն օգտվեն Ադրբեջանը եւ նաև Թուրքիայը եւ իրենց նկերդումները իրականացնեն Հայաստանի դեմ եւ նաև այստեղ էլ նաև եթե լայնածավալ պատերազմ լինի մերձավոր արևելքից մինչև հարավային Կովկազ էլ կարող է երկրորդ ճակատ լինի Իսրայելի կողմից Իրանի դեմ եւ կարող է նաև ներքաշվի Ադրբեջանը նման պատերազմի մեջ հարավային Կովկասում, որովհետեւ դարիներ շարունակ Ադրբեջանը ու Իսրայելը լայն համագործակցություն ունեն անվտանգությունի եւ ռազմական ոլորտում եւ բոլոր սցենարները մեր երկու երկիները պիտի հաշվի առնեն Իրանը վերջերս զորավարժություններ է արել երկու երկիների հետ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ եւ նաեւ դրանից առաջ լայնածավալ զորավարժություններ է արել դա նշանակում է Իրանը նաեւ սցենարներ պատրաստել է եթե հարավային Կովկասում խնդիր լինի ինչպեսի Իրանը դիմադրի, որովհետև եթե այստեղ էլ խնդիր ունենա Իրանի հարավային Կովկասի անվտանգությունը, Հայաստանի անվտանգությունը, նաև Իրանի անվտանգությունը եւ այստեղի անկայունությունը ձեռնտու չի Իրանին։ Եվ հաշվի առնելով Իրան-Ադրբեջան այս փուլի հարաբերությունները, ինչքանով եք հավանական համարում, որ Ադրբեջանը թույլ կտա Իսրայելին իր երկրի տարածքով երկրորդ ճակատ բացել Իրանի դեմ։ Իհարկե բոլոր դիվանագիտական ճանապարհներով Իրանը փորձել է զսպի Ադրբեջանին հնանավոր սցենարներից եւ վերջերս Իրանը փորձել է բարելավի Ադրբեջանի հետ հարաբերությունները, որպեսզի չզուգացնի նման վտանգներ եւ սպառնալիքները, որ հնանավոր է կա Ադրբեջանի կողմից Իրանի մինչեւ Նեթանյահուի այս է, որ տեղի չունեցավ Իրանի նախագահը այսելեց Ադրբեջանին, այսինքն բոլոր դիվանագիտական անգամ դիվանագիտական ճանապարհը Իրանը գնացել է, որպեսզի զսպի Ադրբեջանին, նաև Իրանի պաշտպանություն նախարարի այսը շատ կարևոր էր Հայաստանին, որպեսզի հենց Հայաստանից ուղերձ եղի Ադրբեջանին,
որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնաիշխանությունը դեր Իրանի Կարմիր գիծը եւ Կարմիր գիծ կմնա եւ նման ռազմական բարձրաստիճան մեսեջը ուղղված Երևանից Ադրբեջանին լուրջ պիտի ընդունի Ադրբեջանը բոլոր սցենարները պետք է հաշվի առնենք եւ մեր երկու երկիրները ուշ շուտ պետք է սկսենք համագործակցություն անվտանգությունի ոլորտում, որպեսզի կարողանանք համատեղ այդ սպառնալիքները, որ մեր երկու երկիրների դեմ է կարող է լինի հարավային Կովկասում, մենք կարողանանք համատեղ դիմադրենք։ Այսինքն հավանականությունը քիչ է, բայց Ադրբեջանից եւս Իրանին վտանգ կարող է սպառնալ։ Բոլոր սցենարները մենք պետք է հաշվի առնենք եւ պատրաստ լինենք ամեն ինչին։